Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանը, հետեւաբար սա Դարփինյանի ժամն է, մոտակա 30-40 րոպեն շաբաթվա իրադարձություններն են քննարկելու։ Ես ասում եմ Արմեն Դարփինյանի տեսանկյունից, պարոն Դարփինյանն ասում է հայկական տեսանկյունից։ Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ եւ դիտողներ, ուրախ եմ մեր ռեգուլար հանդիպումները շարունակելու առիթով։ Մենք անցած հաղորդմանը քննարկեցինք, բայց թեման կարծես թե շարունակվում է, Հայաստանի իշխանությունը այս պահի պնդում է, որ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, եւ այդ Ղարաբաղի շարժումը չի լինելու։ Դա մի ժամանակահատվածում է տեղի ունենում, երբ Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցները հանրահավաքներ են անում իրենց սոցիալական խնդիրների համար եւ իրենց սոցիալապես պաշտպանված չեն զգում։ Նկատի ունեմ, արդյոք Ղարաբաղի շարժումը նաեւ ենթադրում է ըստ իշխանության, որ այդ մարդկանց հանդեպ Հայաստանի Հանրապետությունն էլ սոցիալական պարտականություն չունի եւ արդյոք այն մարդը, ով Ղարաբաղի շարժման ժամանակ շատ երիտասարդ է եղել, կարող է համազգային շարժումը փակված հայտարարել։ Սերունդը սերունդ զարգանում ենք, ինչ-որ մի սերունդ պետք է ինչ-որ որոշում կայացնի։ Նախ ասեմ Դավիթ ջան, որ մեր ղարաբաղցիների Արցախից գաղթականների սոցիալական խնդիրները որևէ կապ չունեն, որևէ առնչություն չունեն Ղարաբաղյան շարժման հետ, այսինքն Ղարաբաղյան շարժումը լրիվ այլ բաների մասին էր։ Մեծ հաշվով վերցրած ինքնորոշման մասին էր, ավելի կոնկրետ վերցրած միացման մասին էր։ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացման, միաձուլման մասին էր։ Միացում բառից ադրբեջանցիները մինչև հիմա սարսափում են եւ դա է հիմնական նաեւ պատճառը եւ իրենց շարժառիթը, որ իրենք անընդհատ պնդում են, որ ուրեմն եկեք լուծարենք Մինսկի խումբը, որովհետեւ Ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի, իսկ դուք Ղարաբաղյան շարժումը համարեք լուծարված եւ հայտարարեք, որ չեք շարունակելու։ Գիտեք, միացման տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը չշարունակելը Փաշինյանի կողմից հայտարարված ռեզոն ունի, այսինքն ունի պատճառաբանություն եւ ունի, այսպես ասած, հիմքեր, որովհետեւ այսօրվա իրավիճակում խոսել միացման մասին, առնվազն անհետեցություն կլիներ։ Ավելին ասեմ ձեզ, որ բոլոր 35 տարիների ընթացքում մեր անկախության մեր որևէ իշխանություն հետամուտ չի եղել միացման գաղափարին, հետամուտ չի եղել միացման գաղափարին եւ առնվազն այդ պարագայում պարտավոր կլիներ ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, այնուհետև իրականացնել միացման իրավական գործընթացը։ Որևէ իշխանություն դա չի արել 35 տարվա ընթացքում, հայ ժողովուրդը դա չի արել։ Ինչի դա չարվեց, պարոն Դարփինյան։ Դե գիտեք, պատճառաբանվում էր նրանով, որ եթե մենք ճանաչում ենք Ղարաբաղը եւ միացնում ենք, ապա դա պատերազմի հայտարարում է Ադրբեջանին, երևի թե մենք վստահ չենք եղել մեր սեփական ուժերի նկատմամբ։ Եթե դու սեփական ուժերիդ վրա վստահ ես, այդ պարագայում դու կարող ես նման որոշումներ կայացնել եւ նման հանդուգն քայլեր իրականացնել միջազգային ասպարեզում։ Տեսեք, ասենք Թուրքիան ըստ էության ծավալապաշտային իր մոտեցումներով գրավել է Սիրիան, չէ՞։ Հիմա ասենք դրանից առաջ Կիպրոսը, հիմա Սիրիա, ասենք որևէ մեկը նրան բացի Իսրայելից, որը վտանգ է զգում հենց ուղղակի սեփական անվտանգության տեսանկյունից, ոչ թե միջազգային իրավունքի, բան, իրենք ասա թքած ունեն բոլորը։ Ուղղակի սեփական անվտանգության նկատմամբ վտանգ է զգում, ասում է Թուրքիան պիտի ուրեմն վտանգ չներկայացնի Սիրիայի տարածքից Իսրայելի նկատմամբ, բայց գրավեց, չէ, դե ֆակտո գրավեց նախագահ Թրամփն էլ, ամերիկյան նախագահ Թրամփը ողջունեց Էրդողանին, ասաց ես ուղղակի հրճված եմ, ցնցված եմ, շնորհավորում եմ, դուք կարողացաք գրավել Սիրիան, որը 2000 տարիների ընթացքում որևէ մեկին չէր հաջողվել, իսկ ձեզ հաջողվեց, ուրեմն ծափահարություններ, հասկանում եք։ Հիմա այսինքն պիտի սեփական ուժերի նկատմամբ վստահ լինես, պիտի ուժեղ լինես, պիտի էականորեն քո ռազմական պոտենցիալը տարբերվի քո հակառակորդի պոտենցիալից, որ կարողանաս նմանատիպ քայլեր անես։ Հիմա Իսրայելը երբ խոսում են, տեսեք Թրամփը
Իսրայելին, այսինքն Նետանյախուի հետ հանդիպման ժամանակ ասաց հետևյալը, ասաց ես ուղղակի զարմանում եմ։ Դուք ոնց ասաց այդ Իսրայելի ժողովուրդը, Իսրայելի կառավարությունը 2005 թվականին դուք այդ Գազայի հատվածը ինչու տվեցիք պաղեստինցիներին։ Զարմանում եմ ոնց կարելի էր տալ, ասում, օվկիանոսի ուրեմն եզրին գտնվող մի փառահեղ տարածք 8000 բան հրեաներին դուք ընտեղից էվակուացրեցիք ստիպողաբար։ Մոտ 21 բնակավայր կար, որը դուք ուրեմն հանձնեցիք ուղղակի իր, ասենք, ջերմոցներով, տնտեսությունով, ամեն ինչով տվեցիք պաղեստինցիներին։ Ես ռադիոլսողներին հիշեցնեմ, որ այդ ժամանակ հрьяաները մեծ հանրահավաքներ էին անում, ճանապարհներ էին փակում, պարկում էին տրակտորների տակ, որ գործողություններ չլինեն, այսինքն դրամատիկ իրադարձություններ էին։ Այո, դրամատիկ էր ամեն դեպքում, բայց բան էր, չէ՞, ասենք հрьяաները գնացին այդ ճանապարհով, այսինքն Իսրայելը գնաց այդ ճանապարհով, որպեսզի հասնի խաղաղության։ Խաղաղության փոխարեն ինքը ստացավ ուրեմն Համասը այնտեղ երևի 2007 թվականից սկսած արդեն տիրեց իշխանությանը եւ նպատակ հայտարարեց բնաջնջել Իսրայելը, այսինքն, հա, որպես, այսինքն դա ոչ միայն խաղաղություն չբերեց, դա բերեց նոր պատերազմի եւ դա վերջացավ հոկտեմբերի 7-ով 2003 թվականի, որը փաստորեն ծանրագույն հետք թողեց եւ այդ հակամարտության վրա եւ հետագա կարգավորման տեսանկյունից շատ դժվարացրեց իրավիճակը։ Ամեն դեպքում Թրամփը ասում է, ոնց կարելի էր հանձնել, ասում է, տարածքը, լավագույն տարածքը, ոնց դուք հանձնեցիք։ Հիմա մերոնք հիմա ինչ են ասում, մենք ասում ենք, ոնց կարելի էր չհանձնել այդ 7 տարածքները, այսինքն կարելի էր չհանձնել, ես պատասխանում եմ։ Կարելի էր երևի թե չհանձնել մի դեպքում, եթե դու էականորեն քո ռազմական պոտենցիալով եւ հնարավորություններով բանակի ուժով էականորեն գերազանցում ես քո թշնամիներին կամ հակառակորդներին։ Նման իրավիճակ չկար եւ դա էր պատճառը դուք հարց տվեցիք թե ինչու մենք բան չարեցինք, հետևեցինք միացման գաղափարախոսությանը, այդ նույն պատճառով մենք չենք ունեցել էական առավելություն մեր հակառակորդի նկատմամբ։ Ձեր թույլտվությամբ մի հարց էլ տամ, էլի, որովհետեւ վերջերս տենց վեճ կա հասարակության մեջ։ Արդյոք 94 թվին էլ չկար այդ առավելությունը, 94-ին, 95-ին, այսինքն պատերազմից անմիջապես հետո։ Արդյոք ռազմական բալանսը այդ աստիճանի չէր, որ մենք մեզ կարողանայինք թույլ տալ դա անել։ Դե մենք երևի սպասում ենք այդ պահին, որ որևէ մեկը միջազգային խոշոր խաղացողներից կկանգնի մեր կողքին եւ կպաշտպանի մեր դիրքորոշումը միացման վերաբերյալ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակահատվածում էր, որ ես կարծում եմ, որ Հայաստանն իր դիվանագիտության մեջ արձանագրեց լավագույն նվաճումը, երբ ստեղծվեց ուրեմն այդ ԵԱՀԽ-ի Մինսկի խումբը, այսինքն իր համանախագահներով այդ խումբը կոչված էր, այսինքն նախ խմբի ստեղծումը արդեն արձանագրում էր այն փաստը, որ կա հարց, կա խնդրեմ, կա Ղարաբաղյան խնդիր, այսինքն կա խնդիր եւ մինչեւ այժմ էլ կա այդ խնդիրը եւ անկախ նրանից որ Ադրբեջանը պնդում է որ մենք պիտի ցրենք այդ խումբը, ես կարծում եմ որ խումբը ցրվող չի, որովհետեւ խումբը ԵԱՀԿ խումբն է եւ այդտեղ 28, եթե չեմ սխալվում, երկիր են ներկայացված, ներառյալ Միացյալ Նահանգները, Կանադան եւ չեմ կարծում որ նրանք համաձայնություն կտան այդ խումբը ցրելուն, առավել եւս որ խնդիրը կա, այսինքն խնդիրը պիտի տրանսֆորմացվի, նույն Ղարաբաղյան շարժումը պիտի շարժումը միացման իմաստով այլևս ակտուալ չէ, դա պիտի հանել օրակարգից եւ երևի թե այդ հայտարարությունը Փաշինյանի եւ ցանկացած գործող կառավարության կլիներ առարկայական, այսինքն մենք միացումը Ղարաբաղյան շարժումը միացման իմաստով ակտուալ չէ, մենք դա օրանում ենք, դնում ենք մի կողմ, բայց մենք ունենք Ղարաբաղյան ուրեմն հայերի իրավունքների խնդիր, որին մենք պիտի հետամուտ լինենք, որովհետև եթե մենք հետամուտ չեղանք, եթե մենք տեր չեղանք մեր իրավունքներին, որևէ մեկին այդ իրավունքները պետք չեն, հասկանում եք, որևէ մեկին։ Հիմա ուզում եմ նորից Իսրայելի օրինակը բերեմ, Իսրայելը բոլորովին վերջերս 1900 քանի, եթե չեմ սխալվում, պաղեստինյան, իրենք անվանում են դա տերորիստ, իրենք բանտարկել էին նրանց, գերիներ էին, ասենք, փոխանակեց ընդամենը 33 իսրայելցու հետ, հա։
կամ հազարավոր տերորիստներ փոխանակվում էին ընդհանրապես դիակների հետ, հասկանում եք, եւ ուզում եմ նորից հիշեցնել, որ Իսրայելը մարդկային կյանքը շատ ավելի բարձր է գնահատում, քան ցանկացած պետական գաղտնիք, որովհետեւ իրենց պետական օրենքով ֆիքսված է, որ եթե դու գերի ես ընկնում, դու կարող ես ամեն ինչ հայտարարես, որևէ հետապնդման որևէ հետապնդում չի իրականացվի քո նկատմամբ քո երկրում, Իսրայելում, որտեղ դու գտնվել ես գերության մեջ, իսկ գերության մեջ դու կարող ես անել ամեն ինչ եւ Իսրայելի պետությունը կարևորում է քո մարդկային կյանքը, քո իսրայելցի լինելը, հա, այսինքն մենք ինչքանով ենք կարևորում մեր հայաստանցի լինելը, սա մեծ հռետորական հարց է, որը ցավոք սրտի ունի շատ բացասական պատասխան, մենք չենք կարևորում, առավելին մենք նրանց ովքեր կարծես թե ունեին հայաստանյան անձնագրեր որոշեցինք, որ այդ անձնագրերը այնքան էլ հայաստանյան չէ, կամ ամենահայաստանյանը չէի, այսինքն դրանից ավելի հայաստանյան էլ կա, այսինքն խոսքը գնում է ուրեմն հիշեցնեմ մի երկրի մասին, մեր երկրի մասին, որը ունի դեմոգրաֆիական խստագույն խնդրեմ, հա, որը ունի թեր զարգացածություն ռեգիոնալ տեսանկյունից, որը ունի թեր բնակեցված միջավայր եւ տարածք եւ որը խիստ անհրաժեշտություն ունի առնվազն կրկնապատկելու իր բնակչության թիվը, հա, այսինքն այդ պարագայում մենք հրաժարվում ենք օրինակ 100,000 արցախցիներից ու մեր հայրենակիցներից, այսինքն դրանք շուտ ուրիշ ազգի ժողովուրդ չեն, այսինքն մեր նույն հայերից ասում եք չէ, իրանք բան են։ Հիմա սա ամեն ինչը իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չլիներ նման ողբերգական իրավիճակում, այսինքն մենք ասենք ես այդքան էլ լաց լինելու կողմնակից չեմ, սարկազմի ավելի կողմնակից եմ, որովհետև սարկազմը նաև բուժիչ հատկություն ունի։ Մոտիվացնող։ Պիտի հասկանանք, որ մենք պիտի ճիշտ դիագնոստիկա իրականացնենք, ախտորոշումը պիտի որոշենք, որ դրանից հետո նոր լուծումներ տանք։ Ինչ ասաց Նետանյահուն, շարունակեմ այդ միջազգային իրադարձությունները, որոնք անմիջապես համադրվում են մեր իրավիճակների հետ եւ շատ բան զուգահեռներ կարելի է տանել շատ հետաքրքիր։ Նետանյահուն ասաց, որ մենք Միացյալ Նահանգների հետ նույն դիրքորոշմանն ենք, որ Իրանը մենք պիտի բացառենք Իրանի կողմից միջուկային զենք ունենալու եւ ընդհանրապես միջուկային ծրագիրը զարգացնելու այդ բանը գործողությունը մենք պիտի բացառենք, ասաց Նետանյահուն եւ դա զուգորդվեց նաեւ Թրամփի կողմից հայտարարությամբ, Թրամփն էլ ասաց, որ եթե Իրանը բանակցությունների արդյունքում չհասնի, մենք չհասնենք այն նպատակին, որը դրված է, Իրանը պիտի հրաժարվի իր միջուկային ծրագրից, ուրեմն դա կլուծվի ռազմական ճանապարհով եւ կլուծվի Իսրայելի կողմից, ինչ ասում Միացյալ Նահանգները, ասում Իսրայելի ձեռքերով մենք կլուծենք այդ հարցը, ասում մենք չենք կռվի, Իսրայելը կկռվի, բայց մեր զենքով կկռվի, եւ հարցը կլուծվի։ Եվ Իսրայելի վարչապետը շարունակեց, ասաց այդ խնդիրը պիտի լուծվի Լիբիայի պես, ոնց որ Լիբիայի հետ է լուծվել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Լիբիայի հերն անիծեցին։ Լավ չի ավարտվում այդ պատմությունը Լիբիայի էլ։ Սա կոպիտ ասած սաղ սալամատ տեղը ականջը մնաց այդ Կադաֆիի, ուրեմն բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ Լիբիայի հետ բանակցողը, բանախոսը, արևմտյան բանախոսը Նիկոլա Սարկոզին էր։ Ֆրանսիայի նախագահը, որը մեծ ընդունելությունների էր արժանանում, հիշում եք վրաններ էր դնում Կադաֆին, այնտեղ սիրուն ընդունում էր իր հյուրերին եւ այլն, եւ հիմնական բանագնացը արևմտյան կողմից Սարկոզին էր եւ Սարկոզին, որ այժմ գտնվում է քրեական հետապնդման տակ հենց Կադաֆիի հետ հարաբերությունների առիթով, որովհետև արձանագրվել է, որ ինչ որ փողեր են իրար մեջ, այո, Լիբիան նախընտրական քարոզարշավն ահովանավորը շրտենց պատմություն կա։ Ես ինչ եմ ուզում ասել, այսինքն կոպիտ ասած Ֆրանսիան ժամանակին համոզել է Լիբիային հրաժարվել միջուկային ծրագրից, եղբայրություն, ախպերություն եւ այլն առաջ են գնացել այդ թեմայով, վերջացել է Լիբիան ուղղակի բնաջնջելով, այսինքն Լիբիան չկա այսօր գոյություն չունի, բնաջնջված է, մի քանի մասի է բաժանված, այնտեղ մասերից մեկն էլ ամբողջական թուրքական բանի տակ է, լծի տակ է եւ վերահսկողության տակ է։ Ինչ եմ ուզում ասել, նորից զուգահեռ տանելով, մենք հիմա Ֆրանսիայի հորդորով ըստ էության հրաժարվեցինք Ղարաբաղից որպես տարածք, հա։
նախ բերեցինք այդ հակամարտությունը Ղարաբաղյան տարածքային բանի տիրույթ, այսինքն տարածքի խնդիրը, դա բացարձակապես տարածքի խնդիր չէր, որովհետև եթե տարածքի խնդիր լիներ, մենք վաղուց միացրել ենք այդ տարածքը մեզ, տարածքի խնդիր չէր, բայց մենք բերեցինք տարածքի տիրույթ եւ Ֆրանսիայի հորդորով, ուրեմն նախագահ Մակրոնի մասնակցությամբ հորդորով մենք ճանաչեցինք Ղարաբաղը որպես Ադրբեջանի անկախտելի մաս։ Տեսեք, մենք ուրեմն եւ հայտնվեցինք այսօրվա իրավիճակում, չէ՞։ Ես համոզված եմ նաև, որ այն, որ Հայաստանը վերջերս ճանաչեց Պաղեստինը որպես պետություն, նույնպես կատարված է Ֆրանսիայի հորդորով։ Ես ուղղակի համոզված եմ դրանում։ Ինչու որտեղ Ֆրանսիան համանախագահն է մի կոնֆերանսի, որը ՄԱԿ-ի հովանու ներքո պիտի կայանա հունիսին եւ Ֆրանսիայի նախագահը վերջերս հայտարարեց Սաուդյան Արաբիայի հետ միասին նրանք այդ կոնֆերանսը պիտի կազմակերպեն բանում Նյու Յորքում հայտարարեց, որ կարծես թե ժամանակը գալիս է, որ Ֆրանսիան եւս ճանաչի եւ այդ կոնֆերանսի առիթով բազմաթիվ այլ երկրներ նույնպես ճանաչեն Պաղեստինի անկախությունը։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը Ֆրանսիայի հորդորով։ Դրանով իսկ փչացնելով, ել ավելի վատ թարացնելով մեր հարաբերությունները Իսրայելի հետ, այո, մենք դրանով նպաստեցինք Ֆրանսիայի ազգային նպատակների պետական շահերի իրագործմանը, բայց մեր պետական շահերի դեմ էր այդ քայլը։ Ես դրանում համոզված եմ, որովհետև մենք խնդիր ունենք Իսրայելի հետ հարաբերությունների ոչ միայն կարգավորման, նաև զարգացման։ Ես կարծում եմ, որ Իսրայելի հետ այսօրվա Իսրայելի դիրքը առավել եւս Տրամփի ադմինիստրացիայի ներքո շատ ավելի ուժեղ է, հզոր է, քան երբևիցե։ Տրամփը պատկերացնում եք իր Նովրուզ բայրամի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է ուղարկում Ալիևին Ադրբեջան, որտեղ այդ ուղերձի մեջ Տրամփը Միացյալ Նահանգների նախագահը ուղերձի մեջ շեշտում է, ասում մենք գոհունակությամբ ենք արձանագրում Ադրբեջանի եւ Իսրայելի ուրեմն համագործակցությունը եւ նրանց բարեկամությունը եւ այլն, այսինքն Միացյալ Նահանգները կարեւորում են Ադրբեջանի եւ Իսրայելի եղբայրությունը, համագործակցությունը, բարեկամությունը եւ այլն եւ նույնպես պատահական չէ, որ Ադրբեջանը այս իրավիճակում Սիրիայում տիրող այս դժվարագույն իրավիճակում Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները մի հատ բան անեք, հաշիվ տանք մեզ։ Ադրբեջանը հավասարապես Միացյալ Նահանգների հետ միջնորդի դեր են ստանձնել Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման հարցում։ Այնքան ինչքան Տրամփն է դրանով զբաղվում, այնքանով էլ Ալիևն է զբաղվում, այսինքն միջնորդի դեր են ստանձնել դրանով իսկ բարձրացնելով իրենց սեփական կշիռը, որովհետև Բաքվում տեղի ունեցավ Իսրայելի պաշտոնական պատվիրակության եւ Թուրքիայի պաշտոնական պատվիրակության հանդիպումը, որտեղ քննարկվեցին այդ հարցերը եւ նույն այդ ուրեմն խնդրի ներքո արտահայտվեց նախագահ Տրամփը ասելով, որ Էրդողանը իր մտերիմ բարեկամն է եւ ինքը անպայման կփորձի կարգավորել Իսրայել-թուրքական խնդիրները եւ այլն։ Ես նորից ուրեմն ուզում եմ իդ գնամ 2008 թվական, երբ առաջացավ ռուս-վրացական պատերազմը, այդ ողբերգական իրադարձությունները վրացի ժողովրդի համար, Վրաստանի համար որպես պետություն եւ մենք որպես հայեր, որպես Հայաստան բացառիկ շանս ունենք այդտեղ միջնորդի դեր հանդես գալու, միջնորդի դերում հանդես գալու Ռուսաստանի եւ Վրաստանի միջև։ Մենք խեղճ ու կրակ վիճակում ուրեմն պահը մտած, այսպես ասած, որևէ արձագանք չարեցինք, որևէ նախաձեռնություն չցուցաբերեցինք, դրանով իսկ զրոյացնելով մեր դերը այս տարածաշրջանում, որովհետև ռուս-վրացական պատերազմի արդյունքում փակվեցին մեր ճանապարհները, հասկանում եք, սա խնդիր էր, որը անմիջական կապ ուներ մեր պետական ազգային շահերի հետ, մեր տնտեսության, տնտեսական շահերի հետ։ Մի փոքր տարեցները կհիշեմ, որ այդ ժամանակ մենք շաքարավազի խնդիր ունեցանք երկրում, ծխախոտի խնդիր ունեցանք երկրում, այսինքն այդ Վրաստանը մեր համար այդ աստիճանի կարևոր երկիր է, էլի։ Եվ Վրաստանը եւ Ռուսաստանը մեր համար կարևորագույն երկրներ էին եւ են հիմա, եւ մենք 2008 թվականի պոտենցիալը չօգտագործեցինք, ինչու, որովհետեւ մեր արտաքին քաղաքականությունը անկախ չէր, այդ իմաստով ճիշտ է ասում ներկայիս իշխանությունը։ Արտգործ նախարարը, որ այն ժամանակ 2008-ի դրությամբ, օգոստոսի դրությամբ
արդեն Սերժ Սարգսյանի կառավարություններ, եթե չեմ սխալվում, Նալբանդյանին վերջի ֆոտոն տեսել ենք Մոսկվայի մետրոյում, ուրեմն ուղևորվելիս, հա, այսինքն մարդ, որը ակնհայտորեն սպասարկում էր հավանաբար Ռուսաստանի շահեր, այլ ոչ թե մեր։ Շատ նման էր դրան, այսպես ասենք, հա։ Ամեն դեպքում մարդը տենց։ Եթե ռուս դիվանագետ էր մարդը։ Եթե այդպես չի, թող ինքը արձագանքի։ Ասի տենց չի, դուք սխալ եք, հա։ Եվ ապացուցի, որ այդպես չի։ Հա, մենք ուրախ կլինենք տեսակապով, եթե Մոսկվայում է պարոն Նալբանդյանը, եթե Երևանում է տաղավարում քննարկենք իր այդ հարցը։ Ամեն դեպքում մենք միջնորդի մեր պոտենցիալը չօգտագործեցինք, եզակի հնարավորություններ մեր տարածաշրջանային կշիռը բարձրացնելու, մենք չկարողացանք դա անել։ Հաջորդը ինչը մենք չկարողացանք անել եւ ինչը հաջողությամբ անում են Ադրբեջանն ու Վրաստանը, դա իհարկե տարածաշրջանային հնարավորությունների ենթակառուցվածքների ստեղծումն ու օգտագործումն է։ Վերջերս Ալիևը շատ կոշտ, կոպիտ, կտրուկ արձագանքեց եվրոպական այն հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական եւ հայ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր հայտարարել դրա մասին, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացումը մեծապես կնպաստի եվրոպական եւ կենտրոնական Ասիայի երկրների ուրեմն կապին, մերձեցմանը, հնարավորությունների ռեգիոնալ պոտենցիալի ավելացմանը եւ այլն, Ալիևը շատ կոշտ արձագանքեց, ասաց ձեր ինչ գործն է ընդհանրապես այս մեր սահմանների խնդիրը եւ մենք վրացիների հետ Ադրբեջանը եւ Վրաստանը հսկայական գումարներ են ծախսել, հայտարարեց Ալիևը, հսկայական ծավալով աշխատանքներ են տարել, ճանապարհներ են բացել, ուրեմն Բաքու-Թբիլիսի ղարսն են կառուցել, չէ՞ հիմա, այսինքն Բաքու-Թբիլիսի ղարսը կառուցել են եւ նրանք կատեգորիկ դեմ են, որ Գյումրի ղարսը բացվի, հասկանում եք, հիմա ասում են, բանը, ինչու չեն ստորագրում, ասենք խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության պայմանագրի ստորագրությունից հետո ակնհայտորեն կբացվի նաեւ հայ-թուրքական սահմանները եւ հնարավորությունները, այդ թվում նաեւ Գյումրի ղարսը կարող է բացվել, չէ՞։ Դա կատեգորիկ կերպով ձեռնտու չէ Ադրբեջանին, որովհետեւ նրանք մոտ $600 միլիոն ժամանակին ծախսել են, որպեսզի այդ երկաթուղին կառուցեն Բաքու-Թբիլիսի ղարսը։ Եվ Կասպից ծոցը եւ Սևծովը իրար միացնելու լավագույն ճանապարհը Ադրբեջանով, Վրաստանով եւ այլն դեպի Եվրոպա։ Ալիևը շատ կոշտ արձագանքեց, ասաց մենք վրացիների հետ այդ խնդիրը լուծել ենք։ Դուք գործ չունեք հայ-վրացական, հայ-ադրբեջանական եւ կամ հայ-թուրքական սահմանի հետ։ Նրանց հետ կապ չունի։ Այս կապը, այսինքն Հայաստանը մեկուսացված է, նա դա է արձանագրում։ Ասում ենք փող ենք ծախսել, ժամանակ ենք ծախսել, դիվանագիտական էներգիա ենք ծախսել եւ ըստ էության գոյությունի Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան ենթակառուցվածքային կապը եւ ռեգիոնալ պոտենցիալը այս կոնտեքստում պիտի դիտարկել։ Դա շատ ցավալի է մեզ համար, որովհետեւ մենք իսկապես չենք կարողացել այդ պոտենցիալը օգտագործել, հիմա էլ մենք անհասկանալի հայտարարություններով ենք հանդես գալիս, մենք պիտի կարողանանք այստեղ առնվազն չինական եւ կամ հնդկական աջակցություն ունենալ ճանապարհների բացման մեջ, որովհետև խոսքը պիտի գնա նրանց ապրանքածավալի շրջանառության ապահովման, մեր տարածքով անցնելու տարանցիկ երկիր դառնալու պոտենցիալը մենք մինչև այժմ չենք օգտագործել։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ 90-ական թվականներին, երբ դեռ Բաքուն նույնպես նոր էր սկսում, Բաքու ուրեմն Ջեյհան եւ Բաքու Էրզրում գազամուղ եւ նավթամուղ ծրագրերը 4 կողմից ինչ որ անկապ վերլուծաբաններ եւ ըստ էության նաեւ ռուսական վերլուծաբաններ հանդես են գալիս հետեւյալ պնդումներով, որ դա անիմաստ բան է, ծրագիրը դա անիրականալի խնդիր է, որովհետեւ այդքան նավթ չկա, այդքան գազ չկա, այդքան փող դնող չկա, դա ընդհանրապես իրագործելի չի, մոռացեք դրա մասին եւ այլն։ Հիմար խոսակցություններ են գնում, ես հիշում եմ 98 թվականին, երբ ես դժբախտաբար կառավարությունը ղեկավարում այդ ժամանակ,
Ուրեմն Բերեզովսկին եկավ ինձ մոտ, Բորիս Բերեզովսկին հիշում եք, հայտնի խաղացող էր, հայտնի ուրեմն բան, ավանտյուրիստ այսպես։ Քաղաքական խաղերի մասին է խոսքը, սիրելի ռադիո։ Ոչ միայն, նա բան էր, նա խաղացող էր հենց բիզնեսի մեջ, նա քաղաքականությունը օգտագործում էր բիզնես շահերի համար։ Ամենաօդիոզ օլիգարխը Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի։ Եկավ ինձ ասաց, այս բանն է, Բաքու Ջեհանում դուք ինչու չեք ուզում մասնակցել։ Ասա ճիշտն ասած վերլուծաբանները հենց ձեր Ռուսաստան իսկ ինքը պաշտոնական անձ էր, ինքը ՍՆԳ-ի բանն էր, ժամանակ ԱՊՀ բանն էր, գլխավոր քարտուղարն էր։ Ահա, ճիշտ է։ Ելցինը հսկայական պաշտոն էր տվել նրան, քաղաքական պաշտոն էր տվել, որ ինքը մուտք ու ելք ունենա, բոլորի հետ մուտք ու ելք եւ հանդիպումներ ունենալ եւ ուզում եմ հիշեցնել, որ կարևորագույն դերակատարում ունեցավ ինքը բան ռուս-չեչենական կոնֆլիկտի ուրեմն հաղթահարման մեջ գերիների փոխանակում, բաներ, ինքը գործարք իրականացնող էր, այդ իմաստով Տրամփին շատ նման էր, ամեն ինչին նայում էր որպես գործարք։ Եկավ ինձ ասաց, բայց ինչի այդ գործարքը դուք չեք մասնակցում, դուք էլ մասնակցեք, դուք կստանաք այսքանը ձեզ, այսքանը մեզ, այսքանը էլ ինձ բան։ Այսպես ասեցին։ Հասկանում ես, հիմա երևի թե ես գալիս եմ այն եզրակացության, որ Բերեզովսկին ճիշտ էր, որտեվ եթե այսօր Տրամփը ճիշտ է, ուրեմն 98 թվականին Բերեզովսկին ճիշտ էր։ Մենք պիտի մասնակցենք եւ պիտի ինչ-որ չափով մեր դերակատարումը այդտեղ ունենանք։ Մենք չունեցանք դա, ցավոք սրտի։ Բայց թեորիապես հնարավոր էր դա, այսինքն Ադրբեջանը նորմալ էր դա դրան։ Գիտեք, մենք ամեն դեպքում կարող ենք բան անենք, էլի տորպեդահարենք դրա կառուցումը մեր տարածքից դուրս։ Մենք կարող ենք դա տորպեդահարենք։ Մենք դա չենք արել, մենք ավելի շատ հեքիաթների ենք հավատում, որ դա հնարավոր չէ։ Անիմաստ գործ է, չի ստացվելու։ Եվ իմիջիալոց Ռուսաստանի ոչ մի վերլուծաբան ոչ մի քաղաքական գործ, որտեվ մեծ հաշվով դա նաև Ռուսաստանին դեմ էր։ Դե հա, ինքը իրան պրոյեկտներ ուներ անալոգային Ռուսաստանի, որտեվ Ռուսաստանը իր նավթ ունի, իր գազն ունի եւ այլն, Ադրբեջանը հանդես է գալիս այսօր արդեն նաև որպես բան տրանզիտոր ռուսական նավթի։ Դա եւ տրանզիտոր, բայց նրանք համաշխարհային շուկայում նրանք նաև բան են, կոնկուրենտներ են, չէ՞, նրանք բան։ Այսինքն դա ռուսական շահերից չէր բխում այդ ամեն ինչը, բայց մինչև 2003-4 թվականը մեկ էլ պարզվեց, որ կառուցված է արդեն, հասկանում եք, մենք որևէ գործողություն չենք կատարել դա տորպեդահարելու համար, գոնե թույլ չտալու համար եւ պնդելու համար, որ մենք այդտեղ պիտի դերակատարում ունենանք, որովհետեւ մեր տարածքով եթե անցներ, դա կլիներ ավելի կարճ, դա կլիներ ավելի էժան, դա կլիներ ավելի էֆեկտիվ եւ բիզնես տեսանկյունից եւ բոլոր մնացած տեսանկյուններից։ Եվ նաեւ դա, եթե մենք խոսում ենք խաղաղության մասին եւ տարածաշրջանային կոնտեքստի մասին, ապա դա կլիներ լավագույն խթանը խաղաղության հաստատման, հասկանում եք, եւ միգուցե հենց Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք էր զուգորդվեր հենց այդ խնդրի իրականացմամբ նույնպես։ Ուրեմն հաջորդ իրադարձությունը, որին ուզում եմ անդրադառնալ, դա Վատիկանում անցկացված քրիստոնեական Ադրբեջանին վերաբերող համաժողովն էր։ Ես ցավով եմ դա արձանագրում, նաև արձանագրում եմ, որ պաշտոնական Հայաստանը որևէ վերաբերմունք դրան չի ցուցաբերել, որևէ բողոք, պրոտեստ, որևէ պրոբլեմ չի հարուցել։ Մենք ունեցանք ընդհանրապես մեր հայ առաքելական եկեղեցու կողմից արված բավական անատամ հայտարարություն ունեցանք, որ ասենք դա հարիր չէ, այսպես ասած Վատիկանին, բայց գիտեք ինչ կա, հիմա եթե մենք այսօր խոսում ենք ուժի իրավունքի, փողի իրավունքի մասին, հիմա Վատիկանին վճարել են, նրանք էլ իրականացրել են այդ բանը կոնֆերանսի, իրենք կարող են ասել բանը կոնֆերանսը, գիտական կոնֆերանս է, ամեն ինչ էլ հնարավոր է քննարկել, բայց այդ կոնֆերանսի էմբլեմայի վրա դադիվանքներ նկարած, որը ներկայացնում էր որպես ալբանական ուրեմն կառույց, քրիստոնյա ալբանացիներ, կովկասյան ալբանացիներ եւ այլն, հա, ասենք գիտեք ինչ կա, ասենք հիմա կովկասյան ալբանացիները լավ, հիմա կան, ասենք եվրոպական ալբանացիները, չէ՞, որոնց հետ եւս մենք կարծես թե որևէ այդպես առանձնապես առնչություն չունենք, բայց ալբանացիները եվրոպական բավական հետաքրքիր դիրքում են գտնվում։ Մենք բոլորս մտածում ենք, որ միգուցե առաջին մահմեդական երկիրը, որը ուրեմն փորձելու է անդամակցել Եվրոհամայնքին, դա Թուրքիան է, բայց դա Թուրքիան չէ, դա Ալբանիան է։ Ալբանիան ավելի մոտ է կանգնած, ամենամոտն է կանգնած Եվրոպական միության անդամակցելու
եւ այդ ծրագրերը իրականացնելու լիարժեք դեմոկրատիա է իրականացված իմիջիայլոց Իսրայելի լավագույն բարեկամներից է Ալբանիան լավագույն բարեկամներից է վերջերս Իսրայելի նախագահը պատվոշ կանշան հանձնեց ուրեմն Ալբանիայի վարչապետին շեշտելով որ Ալբանիան եզակի երկրներից է որ ամբողջապես կանգնած Իսրայելի կողքին Համասի դեմ եւ վարչապետն էլ Ալբանիայի հայտարարեց, որ Համասը դա ֆաշիստական, ուրեմն նացիստական ուղղակի բան է, կառույց է, որին պետք է ոչնչացնել, ասես ամբողջապես մեր երկիրը կանգնած է բան Իսրայելի կողքին։ Հիանորից մենք Իսրայելի հետ ուրեմն գրեթե չունենք հարաբերություններ կամ նախատեշնամական հարաբերություններ են, ցավոք սրտի, հիմա խոսում ենք կովկասյան ալբանացիների մասին։ Մենք մի հատ բնիկ ալբանացիների հետ մերձենայինք Մենք կբացատրեի թե դա ոնց է ալնում թե ով են կովկասցի ալբանացիները աշխարհին էլ կպատմեին իրենց ուժով մենք կկարողանանք չէ՞ որ մեկին մենք պիտի վկա բերենք որ տենց բան կա թե չկա չէ հիմա ասենք ին կարծիքով ալբանացիները որոնք Եվրոպայում են բալկանյան ալբանացիները կարող են այստեղ մեզ թիմակից լինել պատմական ճշմարտությունը ներկայացնելու մեզ գոնե ասենք գիտեք հիմա Մենք մերն ենք ասում, ադրբեջանցիները իրենցն են ասում, չոր մեկը պիտի լինի, չէ՞ որ ասի, չէ, գիտեք, իշկա, ես ընդեղից եմ գալիս, ես իսկական ալբանացին ես եմ, հա։ Այդ էլ մեր է, դադիվանքն էլ մեր է, չի։ Չնայած հայեր էլ կան, որ իրենց իդենտիֆիկացնում են ալբանացիների հետ, բայց ամեն դեպքում, մենք էլ կարող ենք շատերին իդենտիֆիկացնենք, իմանանք, որ նայում ենք մեր շրջապատում, այդպես էլ չի, որ ասենք, բանը, լիարժեք հայկական դեմքեր ենք տեսնում միայն։ Հիմա այդ կարևոր է, ինչի վրա ես ուշադրություն դարձրեցի, տեսեք ուժի իրավունքի մեկ անգամ եւս ուրեմն փաստագրվելու։ Սոմալի նման երկիր կա, էլի, Սոմալիի պատվիրակությունը աֆրիկական։ Մի հատ սարսափելի զառամյալ բռնատիրական, մի ասենք, ինչ ասեմ, ճորտատիրական մի բան էլի, սարսափելի երկիր է Սոմալին այսօրվա։ Հիմա Սոմալիի պաշտոնական պատվիրակությունը իրենց նախագահով, վարչապետով, պաշտպանության նախարարով, արտգործնախարարով եկել էր Բաքու։ Պատկերացնում եք, ինչու էր եկել Բաքու։ Եկել էր Բաքվի փորձը ընդօրինակել, որովհետև այդ գոյություն ունի ուրեմն Սոմալին 60-ական թվականներին, որ բրիտանական բաներ ուրեմն գաղութ էր, բաժանվեց բանը, դա մի քանի մասերի բաժանվեց, այդտեղ Somaliland, այսպես ասած, մի կառույց ստեղծվեց, որը ուրեմն տարբեր ժամանակաշրջանում դեռ բրիտանական տիրապետության ներքո որոշակի ավտոնոմ կարգավիճակ է ունեցել, իսկ 1991 թվականին հայտարարել է իր անկախության մասին, այսինքն Somaliland կա, որը որ հայտարարել է իր անկախության մասին, աշխարհը չի ճանաչում այդ անկախությունը, բայց դա ասենք դեմոկրատական ինստիտուտներով, իր բոլոր հագեցվածությամբ, պետական կառույցներով եւ այլն շատ նման է մեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, շատ նման է, որտեղ աշխարհում ճանաչված չէ, բայց դեմոկրատական ինստիտուտներով նորմալ է։ Սոմալիից շատ ավելի ուժ է, այո։ Հիմա բայց Սոմալին ուզում է սրանց բան անի, վերցնի եւ հպատակեցնի։ Եվ եկել են Ադրբեջան փորձ ուսումնասիրելու։ Դուք ոնց արեցիք, գրավեցիք Ղարաբաղը, մեզ սովորացեք, մենք էլ անենք։ Նրանք էլ սիրով կիսվում են, ասում են, հեսա բան, դա բանը դրոներ են փորձելու վաճառեն բան եւ այլն։ Այսինքն նորից հասկանում եք, օրը ցերեկով, այսինքն մի ամբողջ ժողովուրդ, որը ինքնորոշման իրավունքի մասին հայտարարել է, որը ունի պատմականորեն այդ ինքնորոշման հնարավորությունը եւ փաստացի հիմքերը, որովհետեւ բրիտանական Սոմալիի ժամանակաշրջանում այդ հատվածը եղել է ավտոնոմ, հասկանում եք, նույն ձևով ինչպես մենք։ Հիմա նրանք ովքեր փորձում են նույնականացնել, ասում են մենք հիմա Ղարաբաղյան շարժումը եթե շարունակենք, Ադրբեջանում կառաջանա արևմտյան Ադրբեջանի շարժումը եւ ուրեմն մենք կընկնենք մի այլ խնդրի վրա մեջ եւ արդեն վեճը կտարածվի Հայաստանի Հանրապետության տարածք։ Ես կարծում եմ դա բան չի, դա հիմնավորված փաստարկ չի, որովհետև մենք ունեցել ենք որպես բնիկ ժողովուրդ մեր ինքնորոշման, մեր ինքնորոշման եւ փաստացի կարգավիճակը եւ իրավականորեն դրանից բխող հետագա քայլերը նույնպես պիտի լինեն, հասկանում եք։ Հիմա Սոմալին Ադրբեջանից ուզում է սովորել, թե ինչպես է այդ ամեն ինչը իրականացվել։
Աֆրիկական միությունը հավաքվեց Ադիս Աբեբայում, Եթովպիայում, ինչ թեմայով հավաքվեց, ցեղասպանության թեմայով Ռուանդայի։ Աֆրիկական միությունը իր մեջ ներառում է 55 երկիր, վերջերս կարծեմ Անգոլայի հետ մենք կարծես հանդիպեցինք, թե չհանդիպեցինք, կարևոր չի, բայց 55 երկիր էլի, հա։ Ըստ որում Աֆրիկայի այդ մայրցամաքը բավական հետաքրքիր կռվախնձոր է հիմա դարձել Չինաստանի, Միացյալ Նահանգների, եվրոպական որոշ Թուրքիան բավականին ներդրումներ ունի մեջ, բայց հիմա տեսեք այնտեղ գոյություն ունի ցեղասպանություն, որը աշխարհը ճանաչել է։ Ռուանդայում տուցիների ցեղասպանությանը, ասենք նվիրված կոնֆերանս էր հենց Աֆրիկական միությունը, որը 55 երկիր է միավորում։ Որևէ հայկական արձագանք այդ իրադարձությանը չեղավ, այսինքն կամ մենք միջազգային խաղացող ենք, կամ մենք միջազգային խաղացող չենք ու բացարձակ մեր ուրեմն ներքին պրովինցիալ տեսակետներով եւ մեղրից մինչեւ Բագրատաշեն ենք մենք, թե տենց դուրսնել կա էլի ընդհանուր առմամբ ինչ որ թեմաներ կան աշխարհում, որոնք որ պետք է լինեն մեր թեմաները։ Ցեղասպանության թեման դա մեր թեման է, եթե որևէ տեղ աշխարհում տեղի ունեցել ցեղասպանություն, մենք առաջինները պիտի լինենք այնտեղ եւ մասնակից պիտի լինենք եւ աջակից պիտի լինենք պայքարին եւ ուրեմն ամեն կերպ պիտի մեր ներկայությունը ֆիքսենք։ Մենք չկանք այդտեղ։ Եվ անկեղծ ասած դա էլ մի արձանագրություն կա, չէ, որ ասում ենք մենք միջազգային ճանաչումը ցեղասպանության այլևս մեր օրակարգում չկա։ Այո, չկա, բայց պիտի ասենք ինչու չկա։ Չկա, որովհետեւ արդեն մենք հասել ենք ճանաչմանը։ Չկա, որովհետեւ արդեն ճանաչված է։ Չէ՞ որ սա ուժեղացնում է մեր դիրքերը, չէ՞ որ դա փաստ է։ Ամեն դեպքում ինքը success story է մեր համար, այսինքն աշխարհի պրակտիկորեն բոլոր մեծերը արձանագրեցին երկրի 30 երկիր, մոտ 30 երկիր ընդունել է այդ ցեղասպանության փաստը, այսինքն միջազգային ճանաչման փաստը արձանագրված է։ Այդ պատճառով է, որ օրակարգում այլևս չկա։ Ոչ թե չկա օրակարգում, որովհետև մենք վախենում ենք Թուրքիայից, որովհետև մենք ուզում ենք Թուրքիայի հետ կարգավորենք։ Ոչ, չկա օրակարգում, որովհետև այլևս լուծված է։ Երկու անեկդոտիկ բան ասեմ, ուրեմն դրանով ավարտեմ այսօրվա մեր հանդիպումը, ելնելով հիշում եք ծիծաղի անհրաժեշտությունից ընդհանրապես, ուրեմն նախագահ Թրամփը մի հրամանագիր ստորագրեց, որով ցնցուղի ուրեմն ջրի ճնշման բանը նորմատիվը ավելացրեց, այսինքն դուշը որ կա, չէ, որ ասենք կանգնում ես տակը։ Հիմա պատճառաբանությունն ինչ էր ասում, այս Օբաման այնքան հիմար որոշումներ կայացրել, Օբաման, ասենք այդ բան կանաչ Green Agenda-ի շրջանակներում, այո, ջրի պակաս ուրեմն ծախսման եւ այլն մեջ, հիմա ասում են մարդ չի կարողանում մազերը դե փարթամ մազերը, ասում մազերս չեմ կարողանում լվանամ, բան։ Ես հիշեցի մեր 90-ականները, երբ մի ձեռքով ենք լողանում, օրական 1 ժամ ունենք էլեկտրականությունը, բանով կիպիցիլնիկով բան ենք, տաքացնում ենք, մի ձեռքով ուրեմն այդ բանը գավաթը վերցնում ենք, լցնում ենք, մի ձեռքով լողանում ենք եւ բոլորս երազում ենք միտեղ գնանք բան դուրս գանք ինչ-որ գործուղման, որպեսզի կարողանանք երկու ձեռով լողանանք, այսպես ասած։ Այդ մեկ եւ երկրորդը ես նկատեցի, որ Ջենիֆեր Լոպեսն է գալիս Հայաստան։ Ինչը դրական է, պարոն Դարբինյան, ասեք որ երկու բան կա, որ դրանից բխող ավելի դրական են։ Ուրեմն նախ 97 թվականին ես ստանձնեցի ֆինանսների նախարարի ուրեմն պաշտոնը, այդ ժամանակ մեր պետական բյուջեն ամերիկյան դոլարներով ուրեմն հաշվարկած մոտ 300 միլիոն դոլար էր կազմում, էլի։ Հիմա ճիշտ նույն ժամանակահատվածում հայտարարություն եղավ, որ Ջենիֆեր Լոպեսի ուրեմն բարեմաստությունները ապահովագրված են 300 միլիոն դոլարով։ Հասկանում եք։ Ես հավաքեցի Ֆիննախի անձնակազմը, ասի, ամոթ չեք անում, ասի, ես մի հատ պետական բյուջե ու այդ աղջիկա ուրեմն բանը հետույքը, այսպես ասած, համադրեցին իրար հետ։ Հիմա բարեբախտաբար մեր բյուջեն հիմա մոտ 6 միլիարդ է, այսինքն 20 անգամ ավելացել է, էլի մեր բանը բյուջեն, այդ լավ է, բայց երկրորդն էլ է լավ, որտեվ ելույթ է ունենալու հանրապետական ստադիոնում Վերջին անգամ հանրապետական ստադիոնում համերգ ես հիշում եմ 70-ական թվականներին, երբ 50 Cent-ն էլ ա եղել, պարոն Դարբինյան։ Այդ արդեն չգիտեմ։ Բայց 50 Cent-ը վստահաբար այնքան հետաքրքիր չի ինչքան Ջենիֆեր Լոպեսը։ 50 Cent-ը հանրապետականում է եղել, հաստատ ոչ Հրազդանում։
Հա, չէ, հրազդանում ա եղել ճիշտ է։ Դավիթ ջան, ես կներեք սիրելի ռադիոլսողներ։ Հանրապետական ստադիոնի մասին եմ ասում։ Ուրեմն 70-ական թվականներին ես հիշում եմ Զեյնաբ Խանլարոման, որը բանը Հայաստանի Հանրապետության ՀՀՍ ժողովրդական արտիստ է եւ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ուրեմն լեփ-լեցուն Հանրապետական ստադիոնում Զեյնաբ Խանլարովային համարյա ձեռքի վրա են տանում։ Հիմա այդ պրոգրեսը կա, էլի տեսեք, անցել է մի 50 տարի։ Հիմա Ջենիֆեր Լոպեսն է գալիս, Ջեյլոն է գալիս։ Ասենք հա։ Զեյնաբը կարծեմ հիմա բան է, ողջ է դեռ։ Հա, падգամավոր է, եթե ես չեմ վստահ չեմ, բայց թե խաղաղության են գնում, լավագույն խաղաղության աղավնին կարող է լինել, որովհետև երկու երկրների ժողովրդական արտիստ է։ Մեր բոլորիս արտիստ է։ Բայց մենք Ջենիֆեր Լոպեսին ավելի ենք համակրում, քան Զեյնաբ Խանլարովային։ Ամեն դեպքում վիզուալ։ Հա, երկարվեստի մասով չէ։ Սիրելի ռադիոլսողներ, այսօրվա Դարփինյանի ժամն այսքանն էր, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։ Լավ մնացեք, ցտեսություն։